Սա Մարշալ Բաղրամյան փողոցն է, որին հատում է Սիլվա Կապուտիկյանի անվան փողոցը։ Հենց այստեղ այս շենքում ապրել ու ստեղծագործել է ամենայն հայոց բանաստեղծուհին Սիլվա Կապուտիկյանը։ Նրա հարևանն ու ընտանիքի մտերիմն էր ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, ում տունը հենց սա էր։ Լինելով գաղթականների զավակներ, նրանք ունեին մի ընդհանուր անքակտելի կապ՝ միասնական ցավի ու հայրենասիրության կապը։ Սիլվա Կապուտիկյանի անունը իրականում Սիրվարդ էր, և նա ոչ միայն հրաշալի գրում էր, այլև հրաշալի նկարում ու քանդակում։ Նույնիսկ նրա էսքիզներով են կարվել որոշ հագուստներ ու կոշիկներ, և ամենայն հավանականությամբ քանդակագործության աստվածատուր տաղանդը նրա որդին Արա Շիրազը ժառանգել էր հենց մորից։ Այստեղ է ապրել ու ստեղծագործել ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Սիլվա Կապուտիկյանի թանգարանը ոչ միայն հարուստ է ցուցանմուշներով, այլև անհամար ոգեշնչող ու գաղտնի պատմություններով։ Բանաստեղծ Վահագն Դավթյանը նրա մասին ասել է մի բանաձև, որը լավագույնն է բնորոշում նրան. «Պոեզիայի մեջ ամենաքնարական, իսկ քաղաքացիական կեցվածքում ամենաառնական»։ Եվ ուսումնասիրելով բանաստեղծուհու անցած ճանապարհը, քաղաքական թոհուբոհները միայն հիանալ կարելի է նրա կյանքի սկզբունքայնությամբ, ոգու անսասան ուժով և ժողովրդի հանդեպ անկշիռ սիրով։ Հիշեք Սումգայիթը։ Արցախյան շարժման հիմքում կանգնած Սիլվա Կապուտիկյանը հետևողական էր։ Նա պայքարում էր դեռևս մինչ շարժման բռնկումը։ Սումգայիթյան սարսափելի ջարդերից հետո նա Գորբաչովին ուղարկեց մեկ տողանոց հեռագիր, որը հնչեց որպես մեղադրանք ամբողջ աշխարհին. «Ես ցավում ու ամաչում եմ ձեզ համար, նախագահ»։ Նրա համարձակ քայլերից մեկն էլ այն էր, որ տեսնելով ժողովրդի հանդեպ տեղի ունեցող անարդարությունները, վերադարձրեց մեկ այլ նախագահի կողմից իրեն պարգևած Մեսրոպ Մաշտոցի շքանշանը՝ ի նշան բողոքի և արժանապատվության։ Մի թանգարան ու հազար ու մի պատմություն՝ նվիրված մեր ժամանակների սքանչելի հայուհուն, մեր ցավի ու հպարտության խորհրդանիշին՝ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին։ Եկեք, տեսեք, ոգեշնչվեք։